Բարև ձեզ, դուք դիտում եք լրազումը, այսօր իմ գործընկերներ Արմենակ Չատինյանի եւ Դերենիկ Մալխասյանի հետ զրուցելու ենք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների, տնտեսական եւ քաղաքական հետևանքների ու սպասելիքների մասին։ Ուղղակի հիշեցնեմ, որ այսօր մեկնարկեց քառօրյա աշխատանքներ ազգային ժողովի, ազգային ժողովը 3 կարևոր նախագիծ ունի քննարկելու այս օրակարգում, դա մարտի 1-ի հանձնաժողովն է, Նաիրիտի հարցով հանձնաժողով ստեղծելն է եւ այսօր արդեն գազի հանձնաժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է, ինչը առաջարկեց Հանրապետական կուսակցությունը կամ կոալիցիոն խմբակցությունը, նշեմ, որ նախորդ քառօրյայի ժամանակ ներկայացրել էին ընդդիմադիր падգամավորները նման նախաձեռնություն, ինչը մերժվեց, դրան կանդրադառնանք թերևս մեր հաջորդ հաղորդումների ընթացքում, երբ պարզ կդառնա, թե ինչ համաձայնության եկան ընդդիմադիր եւ իշխանական ուժերը այս պահի դրությամբ լուրջ տարաձայնություններ ունեն հատկապես աշխատանքային process-ը կազմակերպելու, որովհետև հանրապետականներն առաջարկում են այդ իրականացնել փակ, ընդդիմադիրները ոչ իշխանականները առաջարկում են բաց նիստերի օրակարգով եւ խոսենք արդեն Ուկրաինայից։ Արմենակ, Ուկրաինայում իրադարձությունները մի քանի օրվա ընթացքում հանգստյան օրերի ընթացքում բավական արագ զարգացան եւ տեղի ունեցավ իշխանափոխություն, եթե կարելի է այդպես ասել, նշանակվեց արտահերտ ընտրությունների ժամանակ նոր նախագահի պաշտոնակատար եւ Ռուսաստանը արկախեց պարտքի տրամադրումը Ուկրաինային, մինչեւ որ կձևավորվի կառավարություն եւ կառավարության տնտեսական քաղաքականությունը հստակ կդառնա, այսինքն պարզ կդառնա արդյոք Ուկրաինան կստորագրի ասոցիացիան համաձայնագիրը Եվրամիության հետ, թե կփորձի վերականգնել կամ շարունակել պրոռուսական քաղաքականությունը։ Սա ինչ է նշանակում, եթե հաշվի առնենք այն, որ Ուկրաինան այսօր շատ լուրջ տնտեսական խնդիրներ ունի եւ նախագահի պաշտոնակատարն էլ ասել էր, որ տնտեսությունը գլորվում է անդունդ։ Տեսեք, ողջ խնդիրը կանոնում է, որ դեկտեմբերին, երբ որ հանդիպել են Ուկրաինայի նախագահան եւ Ռուսաստանի նախագահան, պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ Ռուսաստանը 1/3-ով նվազեցնում է Ուկրաինայի համար գազի գները, այնտեղ խոսքը գնում էր, որ $400-ից 1000 խոնարհի համար գազի գինը նվազելու էր մինչև $270, բացի այդ Ռուսաստանը Ուկրաինան պետք է ձեռք բերեր $3 միլիարդ Ուկրաինայի արտատոմսեր եւ ընդհանուր ներդրումները նախատեսվում էր, որ առաջիկա մի քանի տարիներում կկատարի 15 միլիարդի ներդրումներ։ Դա լուրջ, այսպես ասենք, ֆինանսական օժանդակություններ Ուկրաինայի տնտեսության համար, քանի որ այնտեղ կար վճարային հաշվեկշռի բավականին մեծ դեֆիցիտ եւ դա անընդհատ ճնշում էր գործադրում փոխարժեքի վրա եւ եթե նայենք անցած տարվա վերջից Ուկրաինայում փոխարժեքը ուկրաինական գրիվնայի ինքը շատ տոտալ մեխանիզմներով ֆիքսված էր դոլարի նկատմամբ եւ նույնիսկ Ուկրաինայում շարքային քաղաքացիներ չեն կարող դոլար ձեռք բերեին, դու ցույց է տալի, որ այնտեղ բավականին շատ քիչ դոլարային միջոցներ կար եւ այդ արտաքին ֆինանսական օժանդակությունը, որը խոստացել է Ռուսաստանը, հնարավորություն կտար պահպանել այդ փոխարժեքային քաղաքականությունն իրականացնել եւ կտրուկ գահավիժում, որպեսզի չլինի։ Մենք հիմա Ռուսաստանը, ինչպես նշեցիք, հայտարարել է, որ դեռ ոչ թե հրաժարվում, այլ կասեցնում է այդ ֆինանսերում։ Այսօր ֆինանսների նախարարը Ուկրաինայի հայտարարեց, որ Լեհաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանների հետ բանակցություն են վարել եւ ակնկալվում է, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կհաստատվի այդ երկու պետությունների կողմից ֆինանսական օժանդակության տրամադրման հարցը եւ նախնական գնահատականները գնում է 35 միլիարդի մասին է խոսքը գնում, բայց դա միանվագ չէ, այլ երկարաժամկետ 2-3 տարվա կտրվածքով դա հնարավորություն կտա Ուկրաինային դուրս գալ, որովհետև Ուկրաինայի տնտեսությունը իրականում բավականին ծանր վիճակում է հայտնվել, ու դժվար է ասել, որ այնտեղ կարող են իրենք դեֆոլտ հայտարարել, այնուհանդերձ այդ արտարժութային ռիսկերը շատ բավականին մեծ են եւ եթե ազգային արժույթը կտրուկ գահավիժի, դա մի հատ կոլապսային վիճակ կստեղծի տնտեսության մեջ, որովհետև քաղաքացիները կսկսեն իրենց խնայողությունները տեղափոխել դեպի դոլար, տնտեսվարողների մոտ լուրջ խնդիրներ կառաջանան, դա էլ ավելի այդ քաոսային իրավիճակը կսրվի Ուկրաինայում, եթե կարճաժամկետ կտրվածքով ներկայիս փոխարինող կառավարությունը լուրջ քայլեր չկարողանա ձեռնարկել։ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիայի արտգործնախարարներն էլ հայտարարել էին, որ դիմելու են արժույթի միջազգային հիմնադրամին ֆինանսական աջակցություն Ուկրաինային տրամադրելու համար։ Դերենիկ, փաստորեն ստացվում է հեղափոխական գործողություններից կամ Մայդանում տեղի ունեցած գործողություններից հետո Ուկրաինայի կորուստները 100 զոհով
եւ վիրավորներով չեն սահմանափակվում, ամեն ինչ սկսում դեռ նոր պիտի սկսի, եթե հանկարծ Ուկրաինան այնուամենայնիվ շարունակի իր քաղաքականությունը Եվրամիություն բավական լուրջ խնդիրներ կունենա իր ներսում անջատողական շարժումներ առաջ գալու, ինչպես նաև Ռուսաստանը Արմենակն ասաց, որ հնարավոր է գազը որպես մահակ օգտագործի հա Ուկրաինայի գլխին։ Արփի իրոք Ուկրաինայի խնդիրները հենց նոր են սկսվում մեծ մասամբ գլոբալ խնդիրները, այն որ Յանուկովիչը ի վերջո հեռանալու էր, դա միանշանակ էր, այնտեղ օրերի կամ առավելագույն ամիսների խնդիր էր։ Այսինքն Յանուկովիչի հեռացումը ոչ թե հեղափոխության հաղթանակն էր, այլ բնականon process էր, այսինքն մանր հանցագործի հոգեբանությամբ եւ գործելավոճով Յանուկովիչը գնացող էր։ Հեղափոխության նպատակը իրականում Մայդանի նպատակը պետք է լինի արժանապատիվ պետության կառուցումը կամ ինքնաբավ պետության կառուցումը եւ ինքնավար ընտրությամբ աշխարհագրական միավորման կամ այս պարագայում մաքսային միության կամ Եվրամիության միջև դեռևս չի հաջողվում այդ խնդիրները լուծել եւ շատ դժվար է ասել թե առաջիկայում երբ կկարողանան այդ խնդիրներին լուծում տան։ Այն որ Ռուսաստանը ակտիվորեն միջամտելու է այդ երկրի ներքաղաքական կյանքին, դա միանշանակ է, այլ կերպ չէր կարող լինել, եթե որևէ մեկը մտածում է, որ Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը ձեռք քաշի Ուկրաինայից եւ կասի հանձնում ենք ձեր տրամադրությանը, սիրելի արևմուտք, այդպիսի բան չի կարող լինել, դա միամտություն է ուղղակի։ Ռուսաստանը իրոք ունի բավականին հզոր լծակներ այդ երկրի վրա ազդելու համար, տնտեսական, էներգետիկ եւ ներքաղաքական։ Տնտեսական մասով կարելի ասել հիշել Պուտինի վերջին մեծ մամուլի ասուլիսը, երբ նա խոսելով ուկրաինական դեպքերի մասին նշեց, որ խնդիր չկա, եթե այդ երկիրը ընտրություն է կատարել Եվրամիություն, ապա թող իր ապրանքները, արտադրվող ապրանքները փորձի վաճառել օրինակ Անգլիայում կամ եվրոպական այլ զարգացած երկրներում, օրինակ բերեց ուղղաթիռների շարժիչները, որը 80-90%-ով գնվում է ռուսական ընկերությունների կողմից։ Մեսիջը հետևյալումն էր, եթե ուզում եք գնալ դեպի Եվրամիություն, ապա բարի եղեք ձեր տնտեսությունը, ձեր արդյունաբերությունը այնպես ռեկոնստրուկցիայի ենթարկեք, որ դուք հարմար լինեք Եվրամիությանը եւ ոչ մաքսային միությանը կամ Ռուսաստանին։ Այդ մեսիջը կամ այդ զգուշացումը դեռ պահպանվում է, քանի որ ուկրաինական տնտեսության մեջ որևէ ռեկոնստրուկցիա կամ վերակառուցում տեղի չի ունեցել։ Գազային խնդիրը, էներգետիկ խնդիրը պահպանվում է, միշտ էլ պահպանվել է եւ առաջիկայում դժվար է օրակարգից դուրս գա, շատ հնարավոր է որ Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը, այսինքն էժան գազը չեղյալ հայտարարի անցնի ավելի թանկ գազին, դա կախված է նրանից, թե Կիևում ինչպիսի որոշում կկայացնեն երկրի ղեկավարության ընտրության հարցում։ Այսինքն ռուսական գործոնը խիստ ազդեցիկ այսպես մոտիվներով պահպանվում է այնտեղ։ Իսկ ինչ վերաբերում է սեպարատիստական նկրտումներին Ռուսաստանի, ես կարծում եմ, որ դրանք օգտագործվում են մահակ եւ բլեֆային քաղաքականություն է հիմնականում, որը հազիվ թե 21-րդ դարում փորձեն կյանքի կոչել, այն որ Ռուսաստանը հենց այնպես Սևաստոպոլը, որտեղ կանգնած է ռուսական նավատորմը, Ղրիմը, հենց այնպես չի հանձնելու ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը, ի վերջո այնտեղ ունի ռազմական ներկայություն, արդեն իսկ սկսվել են այնտեղ ինչ-որ դեմոնստրացիաներ, իհարկե մարգինալ խմբերի հիմնականում մարգինալ խմբերի կողմից է դա կատարվում, բայց եւ այնպես դա հզոր մահակ է թե արևմուտքի, թե ուկրաինական էլիտայի համար։ Այնպես որ ինչ որոշում էլ կայացվի Ուկրաինայում, եթե դա կայացնեն նույնիսկ Եվրոպան եւ Արևմուտքը, միևնույն է Ռուսաստանի կարծիքը, Ռուսաստանի խորհուրդը, այսպես ճակերտավոր խորհուրդը այնտեղ պետք է հաշվի առնել։ Ամեն դեպքում չենք կարող չնշել, որ աննախադեպային իրադարձություններ, մենք մեր տաղավարից մի քանի անգամ անդրադարձանք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին եւ կարևորեցինք դրսի ուժերի գործոնը, որ եթե Բրյուսելն ու Մոսկվան համաձայնության չգան, ապա իրադարձությունները դժվար է կանխատեսել, թե ինչունով կընթանան
Կիևում խոսեցինք նաև, եթե իշխանության մեջ տրոհում տեղի չունենա դարձյալ իշխանափոխության եւ Յանուկովիչի հեռանալու հեռանկարը բավականան իրատեսական է, բայց այնուամենայնիվ մարդիկ, որոնք դուրս էին եկել Մայդան, փողոց կարողացան իրենց օրակարգը պարտադրել իշխանություններին եւ Արմենակ դուք նշեցիր, որ default հայտարարել մի քիչ անիրատեսական է, մի քիչ ավելի մանրամասն, եթե հաշվի առնենք նաև որ այս ամենից առաջ, դեռ Մայդանից առաջ էլ Ուկրաինայի տնտեսությունը բավական վատ վիճակում էր եւ տվյալներով այնտեղ ընդհանուր պետական պարտքը հնայի մոտ 50%-ն է կազմում, որից մոտ 40%-ը ընդհանրապես արտաքին պարտքն է։ Default ասելով մենք պետք է հասկանանք երկու տիպի default-ներ կա։ Մի դեպքում, երբ որ պետությունը կանգնում եւ ասում է ես չեմ վճարում իմ գումարները, մյուս դեպքում երբ որ այդ մարումները ժամանակացույցը որ արկա է, ինքը չի կարողանում այդ ժամանակացույցով նախատեսված ժամանակահատվածում կատարել իր մարումները եւ եթե նույնիսկ գնա Ուկրաինան կգնա այդ երկրորդ տարբերակով, այսինքն ժամանակացույցի գրաֆիկի որոշակի փոփոխություններ կարող են տեղ ունենալ, բայց չեմ կարծում, որ այնտեղ լուրջ սպասարկման մեծ գումարներ են, ամենայն դեպս թվերին չեմ տիրապետում, բայց ընդհանրապես մենք սովորաբար պետությունները արտաքին պարտքը մարում են երկրորդ կիսամյակում, տարվա երկրորդ կեսից են գնում, այդպես է ընդունված, գրեթե ամենայն դեպս Հայաստանում այդպես է, այսինքն այս առաջիկա ամիսներին այդ պետական պարտքի սպասարկման նման մեծ լուրջ գումարների խնդիր չի դրվում եւ եթե Ուկրաինայի իշխանությունները կարողանան նոր վարկային միջոցներ ներգրավեն, ապա միայն կարողանան այդ նոր վարկային միջոցներով մարել նախկին վարկային միջոցները։ Այդտեղ ավելի շատ խնդիրը կանում է նրանում, այդ ամենամեծ ռիսկը դա ազգային արժույթի արժեզրկման ռիսկն է, որովհետեւ տեսեք հիմնականում դոլար Ուկրաինայի տնտեսությունը գալիս է այսպես ասենք մեծ մասը Ռուսաստանից է գալի արտահանումից։ Եթե Ռուսաստանը ինչպես անցած տարի կիրառի որոշակի սանկցիաներ ուկրաինական ապրանքների նկատմամբ, ինչպես դա եղավ կոնֆետների դեպքում, ապա էլ ավելի կդանդաղի այդ ներհոսքը եւ այդտեղ իր ամենամեծ խնդիրը դա ազգային արժույթի արժեզրկման մեծ վտանգն է, որը կարող է կտրուկ բերել գնողունակության եւ բնակչության աղքատացման։ Նույն բանը է օրինակ Ղազախստանում երկու շաբաթ առաջ Ղազախստանում ֆիքսված փոխարժեքային քաղաքականություններ իշխանությունը մեկ օրվա ընթացքում 18%-ով արժեզրկեցին ազգային արժույթը եւ այդքան չափով մարդկանց խնայողությունները պարզապես դոլարային արտահայտությամբ կրճատվեցին եւ այդտեղ Ղազախստանում նույնպես լուրջ դժգոհություններ կային։ Տերնիկ եւ հետաքրքիր իրադարձություններ, երբ Յանուկովիչի հրաժարականից հետո Յանուկովիչի կուսակցության կուսակից ընկերներ սկսեցին խմբերով դուրս գալ կուսակցությունից եւ քննադատել Յանուկովիչի իրականացրած քաղաքականությունը, սա կարող է փորձել զուգահեռնել տանել Հայաստանում տեղի ունեցող նման հավանական սցենարների հետ։ Միանշանակ արփի, քանի որ Յանուկովիչի նման մարդիկ ստեղծում են այնպիսի կուսակցություններ, որոնք դասական կուսակցությունից էականորեն տարբերվում են եւ հիմնականում նման են այսպես խմբավորումների կոնկրետ անձնական շահեր հետապնդող խմբավորումների շատ դեպքերում նաև հանցագործ կապերով այսպես կապնված Յանուկովիչն դասական այդպիսի կուսակցություն է, ռեգիոնների կուսակցություն է եւ բնական էր որ մարդիկ դրա Յանուկովիչի հրաժարականից հետո պետք է սկսեին արդարանալ եւ իրենց տեղը ման գալ արևի տակ, քանի որ սպանվել է 100 մարդ, հիմա այնպես է որ ամբողջ պատասխանատվությունը բարթվելու է Յանուկովի երկրի սննկացում, չգիտեմ, դեղը մարդասպանություն, թալան եւ այլն, դա բարթվելու է Յանուկովիչի վրա։ Հետևաբար նրանք առնետավազք են կազմակերպել, մեղադրում են Յանուկովիչին, քավության նոխազ են սարքում, բայց ասենք երկրի թալանի այդ մարդասպանության մեջ միայնակ չի մասնակցել Յանուկովիչը։ Այստեղ ես նոր ինտերնետով նայեցի դատախազներից մեկի, թե դատավորներից գլխավոր դատախազի տունն է։ Գլխավոր դատախազի տունը եւ Յանուկովիչի կառուցած այդ շենքից ոչնչով կարելի ասել չէր տարբերվում իր շքեղությամբ, իր ամեն ինչով։ Այսինքն մարդկանց կոնկրետ խումբ զբաղվել է երկրի թալանով։ Եվ եթե հիմա փորձենք այսպես համատել հայկական իրականության մեջ, միանշանակ ես համոզված եմ, որ եթե Հայաստանում կատարվեն նման իրադարձություններ, Սերժ Սարգսյանը հրաժարական տա, փախնի երկրից,
մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ հանրապետական կուսակցության 99%-ը հայտարարել է, որ երկրի թալանի, երկրի կործանման եւ բոլոր հանցագործությունների մեջ մեղավոր է եղել միայն Սերժ Սարգսյանը, իրանք սովորական կատարողներ են։ Բայց չէ, կներեք, իրենք սովորական կատարողներ չեն, իրենք շատ այսպես գործում մասնակցություն են ունեցել այն հանցակների մեջ, որը վերագրվում է գործող իշխանություններին։ Նույն տրամաբանությամբ կարելի էր, ասենք, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դատել միայն Հիտլերին։ Մնացածին, ասենք, չդատել ուղարկել։ Այո, ասել դե մարդիկ հանձնարարություն են կատարել, խնդիր չկա։ Չէ, բայց Նյուրնբերգում դատեցին հիտլերյան իշխանության գրեթե բոլոր առանցքային ներկայացուցիչների։ Նույն տրամաբանությունն է աշխատում։ Նրանք փորձել են հրաժարվել, սակայն դա այդպես չէ, բոլորը եթե ոչ հավասարաչափ, ապա իրենց մեղքի ուրույն բաժին ունեն, որը բավականաչափ մեծ է։ Եվ ուկրաինական դեպքերի հետ կապված, Յանուկովիչի հրաժարականի հետ կապված, ինչու Յանուկովիչը փախավ։ Փախավ այն պարզ պատճառով, որ իր վերահսկողությունը դուրս եկա, ագրեսիա կիրառելու վերահսկողությունը ինքը բաց թողեց։ Ուժային կառույցները հրաժարվեցին ուղղակի կատարել Յանուկովիչի հրամանները։ Միայն այդ պարագայում է իշխանությունը դելեգիտիմացվում կամ ապաօրինականացվում։ Մյուս պարագաներում, եթե իշխանությունը ուժ է կիրառում եւ ուժը կիրառվում է, այդ դեպքում լեգիտիմացիայի կամ օրինականության խնդիր չի առաջանում։ Նույն մարտի 1-ի օրինակը բերեմ, այսինքն եթե մարտի 1-ին ուժ կիրառվեց, դրանից հետո իշխանությունը հրաժարական չտվեց, այսինքն 10 մարդ սպանվեց, սակայն իշխանությունը մնաց, օրինականացվեց, ճակերտավոր օրինականացվեց, լեգիտիմացվեց միջազգային հանրության կողմից եւ խնդիր չառաջացավ։ Այսինքն հիմա կարևոր է հասնել այն բանին, եթե Հայաստանի հետ ենք համեմատում, որ ուժ կիրառելու հանձնարարականը Հայաստանում չկատարվի, ուղղակի դա կոմպլեքս վերլուծության։ Այսինքն այնուամենայնիվ իշխանության տրոհման անհրաժեշտություն կա Հայաստանում, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա եւ տեղի ունենա։ Դե բայց հրապարակով է թելադրվում այդ տրոհումը։ Այո։ Հենց այնպես չի լինում։ Շատ լավ, շնորհակալություն մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաեւ ձեզ, այսպեսին էլ լրազումը շարունակեք հետեւել Civilnet-ին։